Եթե որևիցե մի հայկական ժամանակ ժողովուրդ խռգալող եւ այլն կարող է կաշկանդվեն, որովհետեւ բաներ կա, որ կարող է դատի տան, հրապարակ, չասма սիսին լրատվամիջոցներին դատի է տվել, բոզի տղուն նայի։ Վարդան Ղուկասյանին դատի տան չտան, նա ամփոխույթ։ Ցանկացած ինֆորմացիա, ցանկացած փաստաթուղթ, որը կարող է ինչ-որ վերաբերվի այսպես կոչված ազգային անվտանգությանը եւ այլն, որ մամուլը հրաժարվի դնելուց, ես պատրաստ եմ։ Իմ Telegram կանալը կվաշեմ ուսլուգը, մտեր ինչ դոկումենտ ասես կա։ Իսկ ինչ վերաբերվում է Անդրանիկ Քոչարյանին, ուրեմն պարոն Անդրանիկ Քոչարյան, ձեր պարագայում իրավիճակը մի փոքր այլ է։ Անդրանիկ Քոչարյանի վրա ուզում են ծսցնեն, քեզ պարզ ասեմ, բայց չեն կարող։ Ինչու չեն կարող։ Նախ Անդրանիկ Քոչարյան փորձված մարդի, ճանապարհ անցած, կյանք տեսած աղվեսի։ Անդրանիկ Քոչարյանը ղեկավարում է պաշտպանության իր ներքին գործերի բլա հանձնաժողովը, բնականաբար քննել է 44 օրյա պատերազմը։ Այն ինչ որ հրապարակել է Վարդան Ղուկասյանը 44 օրյա պատերազմի դավաճանությունից, դավադրությունից եւ այլն, это цветочки։ Այն ինչ որ կա Անդրանիկ Քոչարյանի թղթապանակում, օհո։ Հիմա Անդրանիկ Քոչարյան, ես վստահ եմ, չեմ ուզում վախացնեմ, բայց ես ուզում եմ քեզ հորդորեմ։ Ծայրաստիճան զգուշ։ Ծայրաստիճան։ Քեզ չեն կալանավորելու, քեզ մանդատից չեն զրկելու։ Բայց այն որ դու կարող ես հանկարծակի մահանաս մեծ մարդ ես, ինֆակտից, ինսուլտից, դա ոչ մեկ չի հերկն։ Դեղ մավիչոկ, ինչքա կսասես կա։ Բերեն կսեն բաժակիդ, ռանրուշկիդ, չգիտեմ, աշխատասենյակդ փագում գնում ես, բայց շատ հանգիստ կարող են բացել աշխատասենյակդ, մտնել, խորհուրդ եմ տալի աշխատասենյակի դուռը, դու հին մարդ ես։ Սովետի ժամանակ օգտագործում էին պլոմբ։ Դրան վրա խփում էին, նոր էին գնում տուն։ Անպայման պլոմբը խփի։ Դրան ռուշկետ, այդ աշխատասենյակից եւ այլն բացելուց թաշկինակով բաց։ Սպիրտի բանով, սալֆետկով բաց, որ մաքսիմալ հպումը բանանես։ Ու շատ իրեղի ինչ ես խմում, ինչ ես ուտում եւ այլն։ Ես պատահական չեմ ասում։ Որովհետեւ ճիշտ է, քաղաքական սպանությունները Սերժ Սարգսյանից հետո կտրուկ նվազել են, չկա այդպես շլուրջ քաղաքական սպանությունների Շավեշարան, Ռոբիկ Սերժից հետո, բայց ամենայն դեպս այն որ ասում են մայո ձելը պրեդուպրեդից։ Ես չեմ ուզենա, որ դու ժամանակից շուտ համալրես երկնային գրասենյակը։ Դու մնաս սախ, այդ բանը պապկեն պահի կոմոդ, մինչև մի տարի ձգի քիչ մնացես։ Բանը բոզի տղեկին, էդի կտաս ինձ։ Իսկ ինչ վերաբերում է մեր այդ 3 պատգամավորներին, ով ձեր հոբարեն մանդատ դնի, բոզի տղա է։ Եվս մեկ անգամ հորդորում եմ Հովիկ Աղազարյանին սկսել բացահայտ պայքար։ Կապված 44 օրյա պատերազմի հետ։ Ուրեմն, մեզ ասած տեղեկությունների համաձայն, մի քանի օր առաջ Պաշտպանության նախարարությունից ձերբակալվել է ավագ սպա, կոչումով մայոր, հակառակորդի հետ, հակառակորդ երկրի համար, այսպես ասած ծառայելու, ինֆորմացիա փոխանցելու, ու կարճ ասած պետական դավաճանության մեղադրանքով կալանավորվել է։ Բնականաբար Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը դրա մասին լռում է, բանան լռում է եւ ինֆորմացիան չեն հայտնում, որ գիտեք ինչ բանապանյում կալանավորվել է հերթական դավաճանության մեջ կասկածվող բոզի տղեն։ Բայց ինչն է հետաքրքիր, ուրեմն այս մայորը, որի անունազգանը մենք գիտենք ու չենք ասում, հանդիսանում է Գարեգին Պողոսյանի, ինչ է սրա անունը, Աներ Ձակը, Գարեգին Պողոսյանը 44 օրյա պատերազմի ժամանակ Ղափանի հրետանային բրիգադի հրամանատարն էր։ Գարեգին Պողոսյանը էդի այն պաշտոնյան էր, ով պիտի հրամանտար խփել Ջաբրայելում բաց երկնքի տակ կուտակված 8000-անոց ադրբեջանական զորքին եւ չտվեց։ Նույն հաջողությամբ Ջաբրայելում կուտակված 8000-անոց զորքին կարող էին խփել Արցախի հանրապետության ղեկավար կազմը, որը ՊԴՄ այսօր Բաքվի բերթերում որոշակի բոզի տղեկ ասում են օվկիանոսից այն կողմ նստած անձը, ասում է դրանց մի թող Ալիև, ով դրան լսում է պետական դավ, ուրեմն Ղարաբաղը
Ծախեն, Ղարաբաղը ուտեն, հոշոտեն, 5000 հոգու գլուխ ուտեն, քայքայեն, իրանք էլ փորերը ցծած, միլիարդներով ուզենան գան Հայաստան վայելեն, ռուսը տա թուրքին ասի տարես բոզի տղեկին ծծրա, որովհետև ես ասել եմ մինչև 25 թիվը ոչ մի ընտրություն, ոչ մի բան, մինչև տենանք ինչ ալեմ, սրանք իմ ասացի վրից թռնեն, Ղարաբաղը հանձնեն, այսօր են քրտնախաս երևույթն հլամ ասում են ով դո գալասեմ սենց ով դոկի բոլորես մի միլիոնանոց աուդիտորիան դնի այն մարդկանց նավարի բենին, որոնք որ գտնում են, որ Ղարաբաղի վերնախավը, որ այսօր ՓԴՄ Բաքվի բերթերում, Ղարաբաղի հրամկազմը, Հայաստանի Հանրապետության գլխավոր շտաբը, բարձրաստիճան զինվորականները, որոնք որ եղել են 44 օրյա պատերազմի ժամանակ, ու գտնում են, որ սրանք նորմալ մարդիկ են, դրանց սաղին ծսցնի։ Իմ միլիոնանոց աուդիտորիան։ Ուրեմն ով է Գարեգին Պողոսյանը։ Ես որ իմացա ով է Գարեգին Պողոսյանը, մի անգամից տեսա, որ դրան հետևը մի հատ մարդ կա, սև շորը գլխին քաշած, մանգաղով կայնացա։ Հազիվ այդ երևույթը ներս չմտավ։ Ուրեմն Գարեգին Պողոսյանը համարվում է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս։ Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ։ Մի մարդ, մի զինվորական ով եղել է Ղափանի հիմար կորպսի հրամանատարը, Ղափանի հրետանային բրիգադի հրամանատարը, ով հակառակորդին չի ոչնչացրել, պարտություն ա կրել, Ղարաբաղը տվել են, Ջաբրայել, Հորադիս, Մորադիս, Աղդամ, Մաղդամ, Սերժ Սարգսյանը, որ կայնավ ազգային ժողովի ամբյուրից ասեց, Աղդամը մեր հայրենիքը չէ, ասել է, բոզի տղեն, ասել է, սիգնալ էլ են վաղտատվել Սերժը, եւ որ բան էր, վարչապետ էր, պաշտպանության նախարար իշխերը գլուխ էր։ Այսքանից հետո մարդը դառել է ազգային հերոս։ Գարեգին Պողոսյան, Տիրան Խաչատրյանն, խուլիգան բոզի տղեն, որ կրակ է մրակել են քերա, էդ էլ ազգային հերոս։ Փիլոյան Անդոն, էդ էլ ստացի ազգային հերոս են, Բաքսի գողցողը, որ տալան դատին։ Այսինքն նայեք ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Անձանց, որոնք որ явնի պարտություն են կրել, վեկալ է տվել ազգային հերոս, ոնց որ Հիտլերը, իա Պաուլուսին, Գերինգին, Գիմլերին, Գեբելսին, եւ այլն, այդ գեներալիտետին ապրիլ ամսին կամ մայիսի 1-ին 2-ին հաներ կայնացներ ռմբակոծած Ռեքստագի մեջտեղը ու տար ազգային հերոս։ Կամ ոնց որ Իոսիֆ Ստալինը 41 թվականի հունիս, հուլիս, օգոստոս, նոյեմբեր, դեկտեմբեր կամ 42 թվին եւ այլն վեկալ է Ժուկովին, Ռակասովսկուն, Բաբաջանյանին, Բաղրամյանին եւ այլն Տիխանովին եւ բոլորին տար Գերոյ Սովետского Союза за то, որ Լենինգրադն են գելա շրջափակման մեջ, որ Ստալինգրադ բիզիմդիր ռմբակոծում են, որ գերմանական Ֆոկե-Վուլֆ կամ Միսեր Շմիդ սամալոտները բոմբկցին Կրեմլի գլխին։ Դրա համար Գերոյ Սովետского